Այս երկրի տերը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, ով իրավունք ունի ապրելու բարեկեցիկ կյանքով։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին է կառուցելու ժողովրդավարական պետություն։ Սրանք Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերն են, որ ամեն հարմար առիթի, տոների ու շնորհավորանքների ժամանակ նա հիշում ու հիշեցնում է։ Եվ ամենից շատ այս խոսքերն են, որ բարկացնում ու հունից հանում են Մարգո Նահապետյանին, ով արդեն 20 օր ընտանիքի մյուս անդամների հետ լուսացնում է ժողովրդավարական երկրի բաց երկնքի տակ։ Եվ արդեն 20 օր ընտանիքը ապրում է Ղորղանյան 124 հասցեի փլված տան վթարային 3 քառակուսի մետր մակերեսով այն հատվածում, որը վերջին փլուզումից հետո կանգուն է մնացել։ Ստեղ երեխեն այն թախտին մենք մեկսը փոդի։ Իսկ տան մյուս հատվածը փլուզված է։ 20 օր առաջ կես գիշերին փայտե ծածկը պահող գերանները պոկվել են, առաստաղի տակ թողնելով ընտանիքի 4 անդամներին։ Ընտանիքում 3-ը թոշակառու են, մեկը առաջին կարգի աշմանդամ, ոչ միայն նյութապես, նաև ֆիզիկապես ի վիճակի չեն տանիք վերանորոգել։ Արդեն 20 օր շարունակ նույն խնդրանքով գնում ու գալիս են մարզպետարան, քաղաքապետարան, դիմում մարզի падգամավորներին ու հասարակական կազմակերպություններին, սակայն ապարդյուն։ Հույս ունենք, որ հեչ բան չդար մեր տնագում կուտա։ Մեր տնագում կուտան ու մարդուս չմնա։ Ինչ պետք չէ։ Ենթադրենք, հա սեփական տուն է, հասկացանք, այս մարդիկ պայման չունին, հնար չունին, ծեր թոշակառու մարդ, այն երեխեն ասվեց սիվան։ Սեփական տուն է, հիմի ինչ եղենք, պայմանով չունին, երտան պարկին մեռին։ Պարկին մեռին, լավ, ինչ եղենք, իսկականից հենց մտածենք, ինչ եղնենք։ Շիրակի մարզպետարան Մարգո Նահապետյանը գնացել է 1 շաբաթ շարունակ։ Նրան վերջում ուղարկել են քաղաքաշինության վարչություն, որտեղից էլ պատասխանել են, որ խնդրին կպատասխանեն գրավոր։ Մարզպետարանը շատ ակտիվ եկավ դոկումենտների հետևից պակաս թղթերի բանի, մտածեցինք, որ երևի մեր բանում օգուտ պետք է տանում, բեսե հույսով գնացի ես իրանց մոտ, որ գնացեք քաղաքաշինության վարչություն։ Քաղաքաշինության վարչություն մենք ոչ մի բանով չեն կարող ձեզ օգնել, միսի լավ ում դիմենք, քաղաքի մեջ ոչ է, քաղաքը տերը ունի ում դիմենք, քաղաքապետունի գնա քաղաքապետին դիմենք։ Գյումրու քաղաքապետանում փլված տան բնակիչներին առաջարկել են սպասել մինչև ավագանուն նիստ գումարեն, հետո որոշել են 100,000 դրամ հատկացնել, ինչից ընտանիքը հրաժարվել է։ Ծածկ է պետք է մարդկանց, հենց սկզբից մենք այդ հարցով ենք դիմել, մեզի ծածկ է պետք, դուք ի վիճակի չեք մարզպետարան, քաղաքապետարան, ի վիճակի չեք, ձեր պետքը չէ, անաբավ, խավե, ուրեմն մարդ չեն, չի կարելի իրանց օգնել, այդքան հասարակական կազմակերպություններ կան, կելինգը խոսան, ելույթներ կունենան, քաղաքապետը մի անգամ իր ելույթի մեջ սա քաղաքապետարանը գյումրեցիների հերանստունն է։ Օրը բմարտի իր հերանսուն չվազե, ուր վազե առաջի օրը։ Ում դիմես, ես չդեմ որ գիտենամ ում դիմեմ գտիմեմ։ Սամվել Պալասանյանը, Երևի Անտար, Երևաններն է, ես չդեմ երկուկա, գնացի Մարտին Գրիգորյանի մոտ, այնը չկարողացա վերև բարձրանալ, քարտուղարուին իջավներկև անուն ազգանուն վերցրեց, հեռախոսի համար վերցրեց, դելավատնեսի պարզ աղջիկ ջան, կզանգեմ, գիտեմ որ չեք զանգե, զանգողը չի եղնի։ Փլված տան բնակչություն սակայն բոլորից շատ հունից հանել է Սերժ Սարգսյանի ելույթը, երբ տարբեր կառույցներից ու կազմակերպություններից մերժում ստացած Մարգո Նահապետյանը հոգնած տուն է վերադարձել, միացրել է հեռուստացույցը եւ լսել է երկրի նախագահի հավաստիացումները, թե բոլոր քաղաքացիները ունեն իրավունքներ ու նրանք են կերտելու այս երկրի ապագան։ Սերժ Սարգսյանի ելույթը, եթե մեր երկրի մեջ քաղաքացին չկարողանա իր իրավունքները պաշտպանել, իրավունք չունենա ու չգիտեմ ինչ եղավ դուրս եկավ հուսանք գխոսան ճիշտ է խոսքերը բարերը պդիսեն բահմի մեհադմետ իրան չկրեմ դա արի տեսել է իրավունքները Իշխանությունների ու հասարակության քարան տարբերության վկայությունն է այս ընտանիքը արդեն 20 օր հաշմանդամ ու թոշակառու այս մարդիկ ապրում են մի բնակարանում որի կից սենյակից անգամ փլված փայտե ծածկը հեռացված չէ իսկ 3 քառակուսի մետր մակերեսով բնակատեղին ամեն պահի կարող է փլվել Քրիստինա Մկրտչյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս